Հոլշտին, Շվից, Սիմենթալ եւ Ջերսեի ցեղի բարձր մթերատու կովերն են տարեկան մինչեւ 6-ից 7000 կիլոգրամ կաթնատվությամբ, իսկ այս մեկի անգուսի զանգվածը հասնում է 650-ից 1000 կիլոգրամի։ Ի տարբերություն տոհմային այս կենդանիների, մեր երկրում բուծվող կովերի միջին կաթնատվությունը տատանվում է 2300-ից 2500 կիլոգրամի սահմանում, իսկ մսատվությունը նախասպանդային զանգվածով չի գերազանցում 350 կիլոգրամը։ Այս ցուցանիշները վկայում են, որ արտադրողականությունը բարձրացնելու համար պահանջվում են համակարգային միջամտություն եւ նպատակային պետական աջակցություն, ինչին էլ ուղղված է 2025-ից 2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը։ Նախորդ տարում ընդամենը 142 գլուխ ձեռք բերվեց ծրագրի շրջանակներում։ Տվյալ պահի դրությամբ ունենք առաջի եռամսյակի համար 200 գլուխ կենդանու հայտ, կենդանիները կանգնած են կարանտինում եւ հույս ունենք մինչեւ եռամսյակի ավարտը կներկրվեն։ Ծրագրով ակնկալվում է նախիրում տոհմային մայրական կազմի գլխաքանակն ավելացնել 2.5-ից 3%-ով, իսկ տավարաբուծության աստիճանական ինտենսիվացմամբ շահութաբերության մակարդակը բարձրացնել առնվազն 20%-ով։ Ներկրված ցեղերի գենետիկական ներուժի օգտագործման արդյունքում կանխատեսվում է տարեկան միջին կաթնատվությունը 2550 կիլոգրամից հասցնել 4000 կիլոգրամի, իսկ մսի արտադրությունը բարձրացնել 1.5%-ով։ Ծրագիրը տնտեսվարողներին աջակցում է երկու բաղադրիչով։ Մի դեպքում սուբսիդավորում ենք վարկերի տոկոսադրույքը, այնպես որ տնտեսվարողի համար լինի 2% տոկոսադրույքով, մյուս դեպքում փոխհատուցում ենք կենդանիների արժեքի էլի 1 միլիոն դրամի, եթե մինչև 25 կենդանի է ձեռք բերել 30% արժեքի, եթե 25-ից ավելի, ապա 40%-ի փոխհատուցում։ Տավարաբուծության զարգացման 5-ամյա ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանում շուրջ 10.5%-ով կավելանա խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը, ինչպես նաև ցեղային կազմը կհամալրվի բարձր մթերատու տոհմային կենդանիներով։ 2019-23 թվականների ծրագրի շրջանակներում տավարաբուծության զարգացման շուրջ 70 շահառու է օգտվել, ընդհանուր առմամբ ձեռք է բերվել գրեթե 2500 գլուխ տոհմային բարձրարժեք կենդանի, պետք է նշեմ, որ ներգրավված են կամ հետաքրքրվածությունը գրեթե բոլոր մարզերում է եղել այս ծրագրի դեպքում եւ արդեն 25 թվականի ավարտին մոտավորապես 11000 գլխի է հասել կենդանիների սերունդը։ Ծրագրից կարող են օգտվել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք հանրապետության բոլոր մարզերից։ Դիմելու կարգը ներկայացված է էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայք էջում։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, Ուրեշ։